այդ նախագահների դեմ արշավը տեղավորվում է երրորդ հանրապետության քաղաքական եւ քաղաքակրթական հիմքերի դեմ պայքարի համատեքստում, այսինքն նա ոչնչացնում է այն ամեն ինչ կապ ունի երրորդ հանրապետության հետ։ Հատկապես առաջին նախագահի թիրախավորումը այդ համատեքստում է։ Եվ երկրորդը Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթին որոշակի ինֆորմացիայի վրա մի հատ հաշվարկ ունի, նա ցանկանում է 3 նախագահներին տեղավորել մեկ զամբյուղի մեջ, ընտրական կամպանիան նախկին ներկա ռակուրսով անցկացնել, դրանում տեսնելով իր վերարտադրության ավելի մեծ հավանականություն։ Այս ամբողջ խաղի տրամաբանություն դրա մեջ է, այս 3 նախագահներին եւ նրանց կողմնակիցներին խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանի լաչառությանը ասիմետրիկ պատասխան տալ, այսինքն փորձել նրանից խլել օրակարգը, ոչ թե նրա հետ մտնել այդ սոցրաճաշակ բանավեճի եւ դիսկուրսի մեջ, որովհետեւ այդ դիսկուրսից մենակ Փաշինյանն է շահում, դա դիսկուրս չի նույնիսկ ինչ-որ մի հատ բանավեճ է, որտեղ կողմերից մեկը Նիկոլ Փաշինյանը որևէ տաբու կարմիր գիծ չունի, եւ այս պարագայում ակնկալել, որ այդ բանավեճից հասարակությունը օգուտներ կտա կամ ճշմարտությունը կիմանա, որ կողմերից մեկը ակնհայտորեն խաղի որևէ կանոն չի պահում, կարծում եմ միամտություն է։ 3 նախագահները, նրանց թիմերը, մնացած ընդդիմադիր ուժերը ոչ թե Նիկոլի լաչառությանը սիմետրիկ պատասխան տիտան, այլ ասիմետրիկ պատասխաններով փորձեն նրանից խլել ներքաղաքական կյանքի օրակարգի ձևավորման բանալի։